Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում ենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին, ու այսօրվա մեր հյուրն է Facebook-ում քաչ հայտնի Կարմիր Ռուբենիկը, Ռուբեն Վարդազարյանը, բարև Ռուբեն ջան։ Բարև։ Չեմ ասում Facebook-ում քաչ հայտնի, որովհետեւ ես ինքս երբ որ մուտք եմ գործել Facebook, քիչ-քիչ սկսել եմ շփվել մարդկանց հետ, իմ համար հատկապես ուշագրավ էին հենց քո գրած պոստերը, հա։ Նույնն էլ ես կարող եմ քո մասին ասել։ Որովհետեւ իրենք լրիվ տարբերվում էին, թե իրանց գեղարվեստական ոճով, թե կառուցվածքով, թե սյուժեով, թե ասենք սոցիալական խնդիրները քննարկելու, մարդկանց հոգեբանությունը քննարկելու խորությամբ եւ այլն։ Շնորհակալություն։ Ու հիմա արի հենց Facebook-ի մասին խոսենք, որովհետև դու էլ ես վերջերս այդքան շատ չես Facebook-ում ու պատճառը շատ հասկանալի է։ 2008-9 թվականից հետո երբ որ Facebook-ը նոր հայալեզու Facebook-ը նոր սկսել էր ձևավորվել լատինատար գրառումներ, բայց Facebook-ի համայնքը, հայալեզու համայնքը շատ մարգինալների խումբ էր, քիչ մարդիկ էին, ովքեր իրար հետ շփվում էին տարբեր հետաքրքիր թեմաներով։ Հետո անցանք հայալեզուին, բայց էլի հետաքրքիր էր բան, բայց հիմա ես վերջերս Facebook-ը վերածվել է ինչ-որ անհասկանալի աղբանոցի, երբ որ դու Այդքան էլ անհասկանալի չէ։ Հա, ժապավենը թերթելուց դու ուղղակի չես հասկանում ինչ ա ուզում քեզ ցույց տա։ Դու ուղղակի որոշել ես Facebook-ից հեռանաս, թե ինչ-որ լրիվ ճիշտ նկարագրեցիր այդ բանը, ժամանակագրությունը, հա, ասենց ասած։ Մինչև 2015-16 թվերը Facebook-ը հրաշալի վայր էր իսկապես այդ ասենց լավ մթնոլորտով հետաքրքիր personality-ներով, հա, անձերով մի հատ տեղ էր, որտեղ իսկականից մարդիկ ձգտում են ստեղծագործել, ուրիշ իրենց ցույց տալ, ուրիշներին նայել, բան եւ այլն։ Ու այդ մթնոլորտում դու հաճույքով այդ հարթակը քեզ ստիպում էր որ դու գրես, հետաքրքիր գրես, չգիտեմ, ինչ որ ինքնարտահայտվես։ Հա, արտահայտվես, հա, ինչ որ կերպ։ Ու դա ես իմ ամենաբուրըն շրջաններ այդ ստեղծագործական ես թող անհամեշտ չընչի, բայց այդ ընթացքում լավ բաներ իսկականից գրվել են ու արձագանքնել այդ ժամանակվա լավներ, բայց ընթացքում երևի, չգիտեմ, այդ հենց Facebook-ի խնդիրն է այնտեղ հենց հարթակի թե հայաստանյան իրականության պլյուս Facebook-ի, բայց գնալով Facebook-ը վերածվեց ինչ որ սուպեր թունոտ էլի, այտենց տոքսիկ տեղ դառավ, որ ուղղակի ինչ գրես կապ չունի ինչի մասին, այս միկրոֆոնի մասին էլ գրել, սկսելու են տանելու են լրիվ ուրիշ ուղղությամբ, ինչ որ ենթատեքստեր են տալու բան, ու այդ ամեն ինչը, ասենց ես հələ 20 թվից հետո փորձում էի պայքարել այդ մղձավանջի դեմ, հա, այդ մաղձի դեմ, բայց հիմա ոչ թե չեմ կարող պայքարել, այլ հիմա արդեն այդ մղումը էլ չկա, հա, այդ հարթակը ինքը ինձ չի մղում, որ ես գրեմ ու սպասեմ արձագանքների, տեսնեմ ինչ ոնց են մարդիկ քննարկում եւ այլն։ Հետո ոնց հասկանում եմ այդ պուբլիկան էլ է փոխվել։ Այդ խնդիրը մենակ ես չունեմ, էլի շատերը էլ չկան, են հին լավ հետաքրքիր կերպարները չկան, լավա դու գոնե կաս։ Հա, իդեպ ես կասեմ, ոնց որ դու ներկայացրեցիր ինձ, որ սկզբից սկսել ես կարդալ, նույն կերպ ես կամ քո մասին ասել, ես քեզ համարում եմ հայկական մենակ Facebook-ի չէ, ընդհանուր էս ժամանակակից լուսավորիչներից էլի, բայց բան իմաստով չեն, կրոնական իմաստով, հակառակը այդ խավարամտության դեմ պայքարում ես իսկական գնահատում եմ լուսավորիչ։ Հա, որ դու իմ անձնական, ասենց ասեմ, աճի վրա բանի առումով աշխարհընկալման, գիտության, բնության դու շատ մեծ ազդեցություն ես ունեցել, այն առումով որ դու հարցեր էիր բարձրացնում ու ինչ որ թեմաներ էիր տալիս, որ ոչ մեկ չէր անում ու մաչելի ձևով առանց պոնտերի, առանց ինքնահաստատման ինչ որ ձևերի ու դա շատ կարևոր է։ Լավ է որ դու դեռ չես հանձնվել, շարունակում ես այդ անել։ Նայ Facebook-ում գիտես ինչ է, այն ժամանակ էլ բնականաբար մենք հաճախ ելում էր հաճախ չէ, բայց լինում էր որ ինչ որ բան իրար հետ համաձայն չենք։ Նորմալ է այդ։ Հաճախ չէ, բայց ես հիմնականում համաձայնում եմ։ Հիմնականում բայց ասենք կարող լինի ինչ որ բան, որի հետ դու համաձայն չես կամ ես համաձայն չեմ ու քննարկում ենք միասին։ Քննարկելը լրիվ ուրիշ է, բայց արդեն
երբ որ դու համաձայն չես ու դրա համար դու անցնում ես անձնական վիրավորանքների, որը հիմա արդեն լրիվ սովորական է դարձել, մարդիկ ուղղակի այդ ընդհանուր ծնողներին հայհոյել բան, դա էլ է դարել առաջ ընդհանրապես տես բան չկա, հիմա դա էլ դարել է նորմալ։ Դե առաջ դրա համար կարող ուրիշ կարող է չէ, հիմա դրա համար այդ ընդհանուր sense չէ, անկեղծ ասած ես որ ասեմ sense իմ անձի նկատմամբ sense առանձնակի ինչ որ hate ա եղել, տենց սուտ կլինի ասեմ, բայց արդեն sense ես զգում էի որ էլ այն նորից կրկնվեմ այդ մոտիվացիան չկա, այդ հարթակը ինքը քեզ չի ստիպում, չի դու չես ուզում տեղ քեզ դրսևորես, այդ գլխավոր պատճառը։ Բացի այդ Facebook-ի ալգորիթմերում նենց ահավոր փոփոխություններ, որ դու ժապավենը թերթելուց տենում ես ինչ որ 80%-ը, 70%-ը ինչ որ գովազդներ, մի 20%-ը ինչ որ քեզ անհայտ կերպարների գրառումներ, որոնք քեզ բացարձակ հետաքրքիր չեն ու քո թեմայի մեջ չի մտնում։ Ճիշտ է։ Դրա համար էլ ես հիմա մեկ Instagram-ում եմ ինչ որ փորձում եմ ինչ որ բաներ անեմ, բայց այդ այն չի էլի, բայց ամեն դեպքում չես այդ բանը մեջս չեմ սպանել էլի, փորձում եմ ինքս ինձ հաղթահարեմ ու վերադառնամ։ Ինձ հատկապես հետաքրքիր գիտես ինչ քո ստեղծագործական գործունեության մեջ, вообще հայերենում գրական ստեղծագործելը մի քիչ բարդ է։ Մենք ունենք ինչ որ լեզվական արքետիպեր մեր գրողների, որոնցից օգտվում ենք եւ այլն, բայց դու լրիվ ուրիշ ուղիով ես գնացել ու ոնց որ ձևավորել ես քո սեփական ինքնարտահայտման լեզուն, գեղարվեստական լեզու ոնց է ձևավորվել այդ լեզուն, ոնց ես դու այդ լեզուն ոնց ես գտել։ Որտեղ ինքը ես ասենք ինչ որ չեմ գովում նրա համար, որ դու իմ հյուրն ես եւ այլն, այլ որովհետեւ իրոք ես իրոք հիացած եմ այն լեզվամտածողությամբ ու այն բառախաղերով ու այն ուղղությունները, որոնք դու գտնում ես հայերենում ու կարողանում ես հայերենով արտահայտես, այդ շատ հետաքրքիր ոնց որ ավելի հարստացնում լեզուն, ոնց ես դա գտել։ Տես, ես սկզբից որ սկսեցի գրել, իմ գլխավոր նպատակը այն էր, որ ես չընկնեմ լրիվ այդ սլենգի ու ժարգոնի, ու սենց ինքս ինձ համար շատ մի հատ հստակ սկզբունք էի որդեգրել, հա, որ օրինակ պրոստը, տենց ռուսիզմները այդ մակարդակի կամ ընդ ինչ կա հայերեն շատ պակա բան, այս բաները շատ չօգտագործեմ կամ ընդհանրապես չօգտագործեմ ու դա դառավ ոնց որ փարոս, հա, sense ուղենիշ դառավ, որ այ դու այդ փորձում ես մաքսիմալ ժարգոնային ու սլենգ, հալի ժարգոնից սլենգային այդ բառապաշարից հեռու մնաց, բայց համ էլ ես հասկացա, որ եթե լրիվ անցնեմ ինչ որ ակադեմիական հայերենի, դա էլ շատ ձանձրալի կլինի, էլի։ Այ այդ ժամանակ չգիտեմ, հիմա ես քեզ չեմ կարող մեխանիզմը բացատրեմ, բայց ինչ որ, հա, ասենց ինչ որ բանալի գտա, որ այ համեն չի, ասենց ինչ որ միջին վիճակ է, ու այդ գումարած այդ սատիրիկ ոճը երևի դա իր էֆեկտը տվեց, հետո ես արդեն սկսեցի ընկալել, որ կոնկրետ ինչն է մարդկանց դուր գալիս եւ ավելի հղկեցի ու տենց արդեն այդ մոտավորապես 15-16 թվերին ես արդեն ոնց որ իմ ձեռագիրը բան արեցի, էլի կարողացա ինչ որ կերպ ստեղծեմ, որ ահա սա էս ձևն է, թե մեխանիզմները տակի այդ ոնց գտա, ինչ այդ չեմ կարող ասեմ, դա ինքը իրան ստացվում, բայց սկզբունքները թե ինչից պետքա խուսափեմ ու ինչ պիտի անեմ, այդ դրանք էին, որ ռուսականությունից, ռուսական բառերից, այդ ժարգոնային մաքսիմալ խուսափել։ Դե մենակ ռուսականություն չէ, քո մոտ նաև արևմտյանը շատ չի, այսինքն հա, ինչ որ հայերենի մեջ ես մնում, բայց համել չես էլի դառնում լրիվ sense ակադեմիական, sense գրական են հին բաների։ Աճարյանական։ Հա, աճարյանական, այ այդ երևի ստացվեց ու դրա համար էլ մարդկանց սկսեց դուր գալ դա։ Ու դու այդ լեզվով քննարկում էիր, ես հույս ունեմ, որ կշարունակես ամեն դեպքում հույս ունեմ։ Քննարկել ես շատ կարևոր հասարակական սոցիալական հարցեր, պատմությունները մի քիչ չափազանցված ներկայացնում, որ մարդկանց այն որ ասում է, երբ որ կան թեմաներ, որոնց ժամանակ, երբ որ մարդու ուսին թփթփացնելով բացատես, ինքը չի հասկանա, պետք է չագուճով խփես գլխին, այդ ձևով ես դու մոտեցել այդ թեմաներին։ Հա, հիմա ինձ շատերը հենց մեղադրում են դրա մեջ, որ հիմա խիչ ես գրում այդ նույն բաների մասին, որ նույնիսկ ընդ ինչ որ քաղաքական բաներ են տալիս, երանգներ, այսինքն պատճառաբանություն քաղաքական թե ինչ խիչ եմ գրում, բայց իրականում էլի ոչ թե ինչ որ
քաղաքական հայացքների պատճառով ես չեմ գրում, ուղղակի ասում եմ, այդ հարթակը ինձ էլ չի մոտիվացնում։ Ոչ գեղարվեստական ուղղվածությամբ տեքստեր գրել, ոչ չեմ հրապարակախոսական, ոչ սոցիալական, չկա էլ այդ մղումը չկա, թե դա երբ կվերադառնա կամ արդյոք կվերադառնա, չգիտեմ, բայց այդ մղումը ցավոք չկա։ Իսկ չես ուզում ասենք ոչ Facebook-ի համար, ոչ սոցիալական հարթակներում, այլ ինքդ քո համար թեկուզ գիրք տպագրելու էլեկտրոնային տարբերակով կամ ոչ էլեկտրոնային տարբերակով։ Ուզում եմ, գիտես Արման, ուղղակի ես մի ձև դեռ չեմ հավատում այդ ֆորմա, չեմ հավատում, որ դա կաշխատի, էլի, այդ բանն է իմ խնդիրը։ Ես տեսնում եմ իհարկե ինչ որ հեղինակներ տպագրվում են, թվում է թե վաճառվում էլ է ինչ որ խմբականակներով, բայց մի ձև այդ չգիտեմ, դա իմ ինքնագնահատականի խնդիրն է, թե ինչ որ բարդույթներ ունեմ, բայց չեմ հավատում, որ այտենց արժե մտնել այդ ջրերը, էլի, այդ ազուտ։ Հա, նախ այդ գիրքը որ տպագրվեց, ինքը թվում է թե վատ չէր, ստացվեց իր։ Ես ունեմ ամեն։ Հա, այդ խմբականակով որ տպագրվեց, բայց չգիտեմ, ինչ որ առանձին օրինակ վեբ գրես ու փորձես դա վաճառես, այդ ինքնավստահության, կարճ ասած ինքնավստահության խնդիր։ Չէ, այստեղ այդ չի, ինձ թվում է հարցը այդ չի, ուղղակի մեր շուկան այնքան փոքր է, որ դու չգիտես, պրոֆեսիոնալ գրող լինելու հնարավորությունները շատ քիչ են։ Այսինքն մարդը, ով որ պրոֆեսիոնալ գրող է, դա այսինքն դրանով գումար է աշխատում, Հայաստանում երևի թե չունի շանս հենց մենակ դրանով ապրելու։ Ճիշտ է, հետո գիտես երևի իմ ոչն էլ գրելու այդ այն ինչ որ ես գրում եմ, ինքը հաստատ այդ շատ բան է, էլի, sense art house ոչի, այդ բանով չեմ ասում, սնոբիստական բանով չեմ ասում։ Հա, չէ, բանն եմ, Ստենլի Կուբրիկն եմ, չէ, ուղղակի իսկապես շատերը թեկուզ այդ գրեհիկությունները, այդ գրեհիկաբանությունները եւ այլն, շատերին դուր չեն գա ու այդ մասսայական բանը ես չեմ կարող էլի ստանամ։ Հիմա այդքան գումար դենց էլ չի որ ինչ որ ժառանգած բաներ ունեմ, միլիոններ ունեմ, այնտեղ որ չգիտեմ ինչի վրա ծախսեմ, տենց կարճ ասած մի քանի բան իրար հետ միանում է ու տենց ինձ բան անում, բլոկ անում այդ, բայց էլի չգիտեմ ինչ կլինի վերջում։ Որ լավ իդեա լինի, տենց այն որ զգամ այս սա պետք է իրական կգրեմ հաստատ։ Լավ իդեանից ծարի կաշվե ձեռնոցին անդրադառնանք մենք։ Քո կերպարներից մեկն է։ Մոտավորապես կներկայացնես ինչ է։ Ես հենց այդ ուղղությամբ պետք է երևի, եթե շարունակեմ էլ պետք է այդ ուղղությամբ գնալ։ Ինձ միշտ, գիտես, ասենց անհանգստացրել է այն ժամանակներում անանդ, որ հայերեն լեզվով այդ վախենալու, իսկականից վախենալու տեքստեր քիչ մանավանդ հիմա գուցե կան, բայց այն ժամանակ չկային։ Ինչ սերիական մարդասպանների մասին, գժերի մասին, ասենց բան, ճակերտավոր եւ այլն, հրեշների բան, ու ես այդ առաջի փորձը հենց այդ փորձերից մեկս այդ ա եղել, էլի որ հələ մի հատ փորձեմ, տենամ կարա, ասենց ինչ որ այդ բանի ոնց էր անունը Մայք Մայերս, հա ինձ շատ ինքնավոր, այսինքն մի հատ սարսափելի կերպար, որը մարդ է, Հելոուինի Մայք Մայերս, հա մարդ է, բայց համել ունի ինչ որ ասենց թեթև գերբնականություն, էլի, ինձ այդ կերպարը շատ էր vocation, կամ այն նույն այդ Տեխասյան դեպքերը, բենզոպիլը, Տեխասկա ռեզնյա բենզոպիլը, կամ բանը Ջեյսոն Վիրխուսը։ Հա, այդ դրանք, բայց հիմնականում այդ Մայք Մայերսի կերպարը ինձ վրա շատ ազդել այդ առումով, ասեցի, հələ փորձեմ հայերենով տես մի բան ստանամ, ու տես սկսեցի գրել, ինչ որ էպիզոդներ էլի ինձ թվում է վատ չստացվեց։ Եթե դու գնահատում ես այդ ես կասեմ որ դա առաջին հայկական գրական սլեշերն էր, մաքուր սլեշեր։ Մեծ պատիվ է ինձ համար։ Իմանալով քեզնից դա լսել, որտեղ դու հաստատ գիտես էլի ինչ ես ասում, այդ ժանրերի մեծ գիտակ։ Ես սլեշեր չէի կարդացել մինչև այդ հայերենով։ Հա, ես էլ հենց իմ խնդիրներն էլ ուր է, չկա, ես տենց փորձեր էի անում, որ տենամ, բայց անկախ ինձնից էլի տենց։ Իսկ այդ ինձ թվում է այդ կարելի է շարունակել հենց այդ։ Ես նույնիսկ սկսեցի այնտեղ արդեն գիտես մի քիչ հիշում եմ սկսեցի գրել, արդեն ուղղությունը տանում է դեպի ավելի դետեկտիվ ժանր, այնտեղ ինչ որ սկսում են այդ կաշվե ձեռնոցին փնտրել, ինչ որ Ռուսաստանից դետեկտիվ է գալիս, այդտեղ որտեղ ստեղի ռեսուրսները ու գիտելիքները չեն հերիքում, բա, սկսա հետաքրքիր բանը, բայց հետո թեխի կիսատ մնաց, որտեղ մեծ ծավալը շատ էր, մեծանում, տենց։ Օրինակ նայ Ամերիկայում սլեշերի ժանրը երբ որ ձևավորվեց, ինքը ուներ պատճառ, այն էր որ այնտեղ ասենք 80-70-ականների վերջին 80-ականների սկզբին ոնց որ նորից սեքսուալ հեղափոխություն տեղի ունեցավ,
ու դեռահասների այդ սեքսուալությունը արտահայտելու նաև դրա մեջի բացասական բաները ցույց տալու համար ներկայացնում են որ ասենք իրենք գնաց ինչ որտեղ հանգստանալու հաստատ իրենք մեռնելու են կներես ընդհատեմ ես 100 այդ հիմա որ ասացիր ես դա 100% զգացի էլ այդ սեքսուալությունը ընդհանրապես սլեշեր ու այդ ոնց ասեմ այդ բան շատ վտանգավոր սուպեր մանյակի մասին պատմություններում շատ մեծ դեր է խաղում դու հեղինակն էլ է դա զգում էլ ինքը գիտես ինչ որ ինքը բոլորին տիրանալու տիրապետելու sense մի հատ բան ունի չգիտեմ դա երևի քո ներքին ինչ որ բան տրավմաների արդյունք էլ է թե ինչ որ դու տես բան ես ուզում գրես բայց այդ երևույթը ես լավ զգում եմ էլի որ ինքը մի հատ կերպար է որը դեմը խաղ չկա ու հենց սեռական առումով էլ Սենց ուղիղ դա չէր տրվում, սենց չէր մա, բայց թեկուզ հետո ուզում էի արդեն ուղիղ էլ մատուցեի։ Ինքը ավելի զոդիակի կերպար էր, զոդիակի պես էր, գալիս էր ուղղակի խփում գնում էր։ Բայց ես հետո արդեն ուզում էի իրան ավելի տենց դեպի, չգիտեմ, Ted Bundy, բան այդ ուղղությամբ տանել, ուղղակի չարեցի։ Բայց այդ քո ասած պահը շատ կա, էլ որ ընդ ինչ եթե հիշում ես ընդ այդպես դրվագել կա երկու հոգի սիրով էին զբաղվում ինքը հայտնվում այսինքն այդ սեռականության էլեմենտը շատ լուրջ է սլեշերներում կլասիկ սլեշերներում միշտ փրկվում է վերջում ինչ որ աղջիկ ով ընդհանրապես ոչ մեկի հետ հարաբերությունների մեջ չի մտնում այսինքն մեջնից անմեղ է այսպես ինձ թվում է այդտեղ ինչ որ պսիխոանալիտիկ էլեմենտներ այսինքն հեղինակը չգիտեմ այդ պահին երևի ինչ որ խնդիրներ ունի կամ ինչ որ նեղացած է ինչ որ ինքը ուզում է այդ կաշվե ձեռնոցի միջոցով այդ մյուսների այդ գործը հարամանի։ Ստենից թվում է այդքան հեղինակի հարցը, չի քան հասարակության հարցը։ Հիմա ասենք Հայաստանում էլ ինչ որ առումով մենք տեսնում ենք որ երիտասարդությունը ավելի ոնց որ բաց է դարել, ավելի ազատ է դարել ու բնական է նաև որ դրա կոնտեքստում կարա ձևավորվի նաև գրականության այդ ուղղություն հայկական սլեշը։ Ինչու՞ չէ։ Ես ասենք մոնումենտի մոլագարը հոսքի իհարկե լավ կին իրականում չձևավորվի։ Չէ, իրական չէ, հա։ Գրականության դե գրականության մեջ հարցն է որ ինքը պետքա քննարկի այդ հարցերը։ Էսի ինչա սրա հետևանքն, ինչա սրա հետևանքն, ինչա, ինչի համար ենք պատասխանատու։ Բայց հաստատ ուղիղ կապ կա այդ հեղափոխության հետ սեռական սեքսուալ եւ այլն այդ ասում եմ այդ սեքսուալության գիծը այդտեղ շատ վառ արտահայտված է էլի 100%։ Լավ, սլեշերներից անցնենք վամպիրներին, որովհետեւ գիտեմ որ դու շատ ես սիրում։ Հա, ես Դրակուլայի մեծագույն երկրպագու։ Ցենց արտահայտություն ենք, չէ՞, Facebook-ում օգտագործում տարապում եմ Դրակուլայա ցավով։ Դրակուլան։ Այդ համ դու էի գրել, ոնց որ համ ես էի գրել, բացատրում ենք թե ինչի ենք էլի սիրում այդ ոնց որ թե հույս կա որ վամպիրները նորմալ վամպիրներ նորից վերադառնում են կինո ու գրականություն հա օրինակ նոսվեր ինձ էլ քեզ էլ հիացրել է որովհետև ասենք այդ սումերկի ժամանակ մենք հանկարծ զգացինք որ այդ կերպարներին լրիվ ոնց որ ուզում են ստորադասեն վամպիրների նայ ես sense ասեմ ինձ գրավում էր կամ սկսել է գրավել ոչ այդքան հենց ուղակի վամպիրների այդ սեթինգը, այլ հենց Դրակուլան։ Կոպոլայի Դրակուլան։ Ես շատ լավ հիշում եմ, երևի 95 թիվներ։ ORT-ով ցույց տվեց։ Չէ, մենք Մոսկվայում ենք ապրում, այդ Շոլկովը, Մերձ Մոսկովյան շրջանում, sense Պապաս բերեց կասբանով, այդ VHS-ով, վատ են բան որակի ու ես երևի այդ տարիքում չպետք է նայել կինոն, բայց նայեցի ու այն կարգի sense մտավ իմ բանի մեջ, չգիտեմ, sense ողնուղեղով բանով, որ մինչև այսօր մի 15 անգամ այդ կինոն վերանայել եմ, հետո գիրքը դե բնականաբար կարդացի, մի 2-3 անգամ էլ եմ կարդացել, ռուսերեն, անգլերեն, ընդ հիմա հայերեն էլ կա ինչքան գիտեմ։ Հա։ Ու չգիտեմ, այդ Բրեմ Ստոկերի մատուցելու ձևը, ընդհանուր այդ հենց այդ Դրակուլայի կերպարն էլ ինչ որտեղ ուղիղ կապ կա այդ կաշվե ձեռնոցի հետ այսինքն որ էլի այդ միկնենց ինքն էլ էր չէ տենց որի դեմը խաղ չկա որի դեմը խաղ չկա ու ինքը այդ բանով կարողա բոլորին այդ ուզումած վերցնում այդ երևույթը ինձ շատ է ոգեշնչում էլի գրական առումով դե օրինակ այդ սիրո ուղին բանում այդ Լյուբովնի լինիան sense ասած ինքը հենց Ստոկերի մոտ չկար դա հետո արդեն Հոլիվուդում երաժշտական չէ դրանից առաջ ինչ որ կար ստեղծագործություն որում հենց այդ ձև էին մատուցել սիրո պատմություն Դրակուլայի բայց Կոպոլայի մոտ այդ շատ Կոպոլայի մոտ ինքը փառահեղ էկրանավորել է գիրքը բայց նաև այդ
սիրո պատմությունն է ներառը, որը գրքում չկա։ Դե վերջում ինքը բանա, չէ՞, մենք սպոյլ ենք անելու, բայց Հա, չով չի ով չի նայել, ինքը վերջում ոնց որ այդ աղջկանից հրաժարվում է, ասում է չեմ ուզում դու էլ ինպես դա կարա, չէ՞, կծի հետը տանի ու տենց ներում է ստանում ու դառնում է նորմալ մարդ ու տենց։ Ես այդ ֆիլմը ես սկսել եմ Դրակուլան սկսել եմ խաղից։ Խաղնել եմ իհարկե։ Nintendo-ի խաղից, պիտում 8 բիտանոց խաղից, ահավոր դուր էր եկել։ Այնքան է դուր եկել խաղը, որ շատ լավ եմ հիշում։ Ես այդ խաղի մթնոլորտ ելնում, չէ՞ սկսել էի երեմի 10 տարեկան էի։ Նկարել, չէ՞։ Գիրք էի գրում Դրակուլայի մասին, իբր ոնց որ խումբ գնում է Դրակուլայի ամրոց եւ այլն եւ այլն։ Հետո մի անգամ ORT-ով ինչ որ գովազ դա ֆիլմի, ես չգիտեմ որ ֆիլմ կա։ Հա։ Ու սենց ինչ որ գայլամարտ բան, սենց բաներ, մեկը վերջում գրում է Դրակուլա Բրեմա Ստոկեր, ու սենց մի անգամ սենց շանտով խփի գլխից ոնց թե սրա կինոն կա։ Այդ իրա մենակ բանը, չէ՞, այդ բեմադրույթ այդ ոնց ասեմ այդ կոստյումն է դե Օսկար էլ ստացա երաժշտություն ինքը շատ թատերականացված Կիլարի երաժշտություն հա թատերականացած ավժոտ ոնց որ բեմադրությունն են բաներ կար է 80-ականներին 70-80-ականներին մոդել TV ոնց է հերուստա թատրոն տենց մի քիչ դրան է նման բայց իհարկե շատ որակյալ էլի հետո այդ վիկտորիական շրջանի ներկայացումը շատ սիրուն է մթնոլորտը երաժշտությունը մենակ Կիանու Ռիվզի խաղն է մի քիչ հարամ Կիանու Ռիվզը մի քիչ այդտեղ ավելորդ է հա ինքը համարվում է տապալած դեր բան Կիանու Ռիվզի քիչ չգիտեմ ավելի դուք ասես ինքը ունի շատ տապալած դերեր չէ դա չի ասի բայց դա իր դերը չի երևի դրա համար հա մի քիչ ինչ որ sense կացնային վիճակ բայց ամենայն դեպս դա ֆիլմի վրա այդքան չի որտեղ այնտեղ արդեն կա Գարի Օլդմանը Սեր Գարի Օլդմանը, որը ու Անտոնի Հոփքինս, թե Վայնոնա Ռայդերն էլ լավ չի խաղում։ Լյուսի կերպարը, դա էլ շատ էր տպավորվել, իմ այդ որ բանին խփում են դագաղի մեջից ելնում է, բանը շատ այնց։ Իմ համար վամպիրների հետ առաջի ծանոթությունը մանկական տրավմա էր։ Հա։ Ես չգիտեի ինչև այդ որ տես կերպարներ, ֆոլկլորային կերպարներ գոյություն ունեն ու 92 թիվներ մոտ։ Երևի 8-9 տարեկան է մի այդքան։ Ու Երևանում էի, տատկիս տուն է եկել, ինչ որ ֆիլմ են ցույց տալի գիշերը։ Ինքը կոչվում էր բան To Die For Love Story of Dracula, թե ինչ։ Եմ ժամանակ թարգմանել չէ։ Ինքը թարգմանել էին ու միրեց զա, սենց էլի։ Ինքը ահավոր բեշկա է, հիմա որեսին այդ նայում եմ, ինքը սարսափելի վատ բեշկա է, որի ռեժիսորը Դերան Սարաքյանն է։ Ահա Նկատ ցեշկա էլ է։ Ահավոր վատն է, ինքը իբր Դրակուլայի ադապտացիա է, որը ավելի հին է, քան Կոպպոլայի ֆիլմը, 88-89 թվականին է։ Բայց ես էդի նայելուց լուրջ եմ ասում, իմ մոտ բաներ։ Սարսափելի։ Հա, ես գիշերները չէի կարողam քնեի։ Այն աստիճանի, որ ասենք տանեցիկ տարել էին վախ այն ժամանակ վախ բռնողի մոտ բան, ես մոմեի, դա ասենք ցերեկը չէի, դաժե ցերեկը էլ այդպես հետո հետաքրքրվա այդ ինչ թե այդ ինչ է վամպիրներն այդ ինչ են այդ Դրակուլան ինչը ոնց որ քո տրավման մանկական վերածվեց քո հետաքրքիր շատ ալինում Չէ, ինձ մոտ օրինակ հետաքրքիր է, վախ Դրակուլայից վախ երբեք չեմ ունել։ Իմ մոտ հակառակը հիացմունք է, ես ոչ թե վախենում եմ, որ ասում եմ դզում է։ Ես էլ եմ սենց ուզում ունեմ, սենց։ Գամ դարերի արանքով բան ինչ որ սենց հետաքրքիր։ Հետո այդ իր այդ հենց մի հատ կադր կա, որ սենց Լոնդոնի երկինքն է, մառախուղ իր աշխը սենց, այդ էլ է։ Կամ է որ բանը Ջոնաթանը գնում է բանով գնացքով ու նամակ ա գրում ինչ որ Բուխարեստում ա թե Բուդապեշտում գնացքի դրվագների այլի աչքը սենց այլի թատերականացված վիճակներն է շատ լավ ու երաժշտություն իր հետ բայց Վոյցեխ Կիլարին իր ֆանատն եմ հետո ինքը ուրիշ լիքը ինչ բան գրել է երաժշտությունը դել եմ լսել բան բայց այդ կինոյին ուղղակի փառայեղ սաունդթրեք էր կա էլի օրինակ Նոսֆերատուն այդ առումով այդ սիրո պատմության առումով ինքը ավելի սերը ավելի բան է ներկայացված, այլասերված վիճակով է ներկայացված։ Շատ բանի մարմնական է, էլի մենք քննարկել ենք դա գրավոր տեսքով, իհարկե, այնտեղ սեր որպես, այդպես սենտիմենտալ պահ քիչ կա, էլի, զուտ այդ Նոսֆերատուն ինքը չեմ ուզում է այդ աղջիկը։ Տիրի, հա։ Ուզում եմ վсё։ Ու կոնկրետ փախցնում է։ Հա, ինքան է ուզում, որ նույնիսկ ինքը իմիցոր սուիցիդալ բաների է գնում։
Այդպես ընդեղ էլ կա այդ սուիցիդալի պահը Կոպպոլայի մոտ, բայց հանուն սիրո։ Իսկ սրա մոտ հանուն այդ բանի վավաշոտ Կոպպոլայի մոտ ինքը իրոք սիրո պատմություն է։ Ահա շատ սիրում։ Անկախ նրանից ինքը հորորա թե ինչա, ինքը առաջի հերթին սիրո պատմություն է ու շատ։ Իշմես է դրվագ են որ հարցնում ասում դուք սիրել եք այն Ջոնաթան ինքը այդ շլավա խաղում այդ նայմա բանի Ելիզավետա թե Մինայի նկարին ու ասես ասում այո սիրել եմ վաղուց բայց սիրել եմ շատ sense լավա խաղում էլի նույն ասենք Ստոկերի մոտ այդ գիծը չկա բացարձակ դե այն ժամանակ երևի այդ ռոմանտիզմը մի քիչ ուրիշ ձև էր նկարվում գոտիկ բանի ավելի շատ հալի այդ սերը պետք չէր սեր այդ որովհետև եթե ինքը ասենք մի քիչ ավելի խիզախություն ունենար ու վամպիրի ու մարդու սիրո մասին գեր կարող այն ժամանակ չբանը լավ չընդունվեր հաստատ դե լրիվ ուրիշ դարաշրջանի գործ ա եղել լրիվ նույն Ֆրանկենշտեյնը այդ օրինակ Դրակուլայից հետո ինձ երկրորդ տեղում այդ ամենաշատ ազդած կերպը Ֆրանկենշտեյնն է ֆիլմը նկատել ես այս դեպքում չէ ֆիլմ ես ֆիլմ կարելի ասել չեմ էլ վեպը կոնկրետ այս դեպքում վեպը ինքը գիտես չէ որ ընդհանրապես առաջի գիտական ֆանտաստիկան է լսել են երևի հենց քո մոտ էլ կարդացել եմ երևի դու ես գրել դրա եղել են մինչև այդ ինչ որ ստեղծագործություններ որոնք կարաս ինչ որ ձևով գիտական ֆանտաստիկայի մեջ ներառեց բայց Մերի Շելիի գիրքը որ ինքը գրել ընդամենը 18 տարեկանում պատկերացրել 18 տարեկանում 19-րդ դարի սկզբին ու ինչքան ասելիք ունի այդ գիրքը այդ առաջին լուրջ գիտաֆանտաստիկ ստեղծագործությունն է որում ինքը քննարկում է հարցեր որոնք հիմա այս պահին ակտուալ են այդ է հանճարեղությունն էլ ինքը քանի դար է անցել 2 դար համարյա անցել է 2 դարից ավել է բայց իր բարձրացած հարցերը այսօր էլ լրիվ ակտուալ են ինչ ուղեղ պետք է ունենա մարդ ինչ խիզախություն պետք է ունենա ու ինչ ասենք 19-րդ դարի սկզբին կանայք ինչով էին զբաղվում էլի ասենք ինչն էր հետաքրքիր իրանց պատրաստվում էին ամուսնանալ ու ինքը ասենք նենց շրջապատում ապրեն նենց մարդկանց հետ աշփվել ասենք Բայրոնից հետ աշփվել գիտեմ ինքը նենց թեմաներ են իրանք քննարկել որ իր մոտ առաջացել է եթե չեմ սխալվում գիրքը գրել է բանում Լոզանում չէ բանի լճի ափին Շվեյցարիայում դե այդ Էդ էլ է զգացվում։ Դե իրանք այդ մինչև այդ ահագին քննարկել են հարցերը։ Ինչ կլինի, եթե մարդը կարողանա, ասենք, ոչ թե կյանք ստեղծի երեխա ունենալու իմաստով, այլ բառի բուն իմաստով, ինչ կրեացիոնիստ է։ Ինչ պատասխանատվություն ինքը կստանձնի այդ դեպքում, ինչ բան կան, էլի։ Բայց ինքը ոնց որ ես հետաքրքիր է քո կարծիքը ինքը ի վերջո ուզում ասի ճիշտ չի չէ դա չէ ինքը ի վերջո ինքը ասում է որ ամեն դեպքում գիտությունը իր ստեղծածի համար պատասխանատու է այսինքն միշտ եթե գիտնականը ինչ որ բան կարա ստեղծի ինքը պետքա իրան միշտ հարցնի իսկ արժի էսի ստեղծին թե չէ այսինքն բարոյականության պահները հիմա ասենք այս պահին մենք այդ վիճակում ենք երբ որ գոյություն ունի արհեստական բանականություն, որը ստեղծված է, որը գործում է, բայց մենք հիմա նոր սկսում ենք հասկանալ նաև իր բացասական կողմերը։ Ես արդեն հասկանում եմ գործի մեջ։ Կա գենետիկան, որը արդեն ահագին բաներ կարա անի, հիվանդություններ կարա բուժի եւ այլն, բայց նաև կարա լինի բացասական կողմ։ Այսինքն պետքա ինքը Շելին հենց այդ էր ասում 2 դար առաջ շեշտ 2 դար առաջ այդ մարդը այդքան պետքա քննարկվի թե դրական կողմը թե բացասական կողմը 100% որովհետև Ֆրանկենշտեյնը իր արածը անպատասխանատու էր ինքը զուտ Վիկտորի մասին Վիկտորի մասին ինքը զուտ անում էր այն ինչ որ կարում էր անել ինչ որ կարում էր անել շատ ճիշտ է այն բանում Պրոմեթևսում որ հարցնում ասում է դուք ասում է Դեյվիդը որ բանին հարցում ասում է ինչի ստեղծեցիք ասում է ինձ ասում է որովհետև կարող էինք որովհետև կարող հետո գլխին գալիս է որովհետև կարող ենք բայց ինչքան սիրուն է չէ այդ գեղարվեստական գիծը կոնկրետ այդ Շելի մոտ այդ հարցերի պատասխանների փնտրտուկը հենց ասած ինքը ինչքան սիրուն գեղարվեստական պատմությամբ այդ ինչ որտեղ էլի այդ road movie էլեմենտներ կա չէ այդ ճամփորդության որտես այն ժամանակ էլ գնում են շուտ Պետերբուրգ, Էսկոմ, ենքոմ շատ սիրուն է, էլի անում, ես շատ է տպավորվել, հա։ Երկրորդ ինձ ամենատպավորած այդ գոտիկ ժանրի բաներից է։ Ինձ թվում է մենք էլի պետք է հանդիպենք, որովհետև մեր ժամանակը քիչ է բոլոր հարցերը հետաքրքիր մանրամասն քննարկելու համար,
Դրա համար քեզ կառաջարկեմ մենք էլի հանդիպենք առաջիկա ժամանակներում։ Շատ ապրես որ եկար, շատ հետաքրքիր զրույց էր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։